Ստեփանը ուսանող էր։ Եվ ամեն առավոտ պարտաճանաչ դուրս էր գալիս տանից եւ ուղևորվում դասի։ Բայց երբ մի քիչ հեռանում էր տնից, որպես կանոն շեղում էր ճանապարհը։ Գնում էր զբոսնելու քաղաքով, վայելում խաղաղ երկինքը, երազում պայծառ ապագայի մասին եւ դասերը ավարտվելու ժամին վերադառնում տուն։ Որի տանիքը արդեն երկար ժամանակ ամրացման կարիք ուներ եւ սպասվող անձրևները սպառնում էին լցվել տունը։ Բայց ամեն անգամ, երբ խոսվում էր տունը անձրևից պաշտպանելու ու տանիքը ամրացնելու մասին, նա վերցնում էր առաջին իսկ պատահած դասագիրքը, խառնում մազերը եւ ջանասիրաբար ձևացնում էր, թե սովորում է։ Թու։ Հիմա կասես ամոթ Ստեփանին։ Իսկ ինչպես ես վարվում դու, երբ քո պետության բանակը կամ գիտությունը ամրացնելու փոխարեն կեղծում ես, թե սովորում ես, ու անպիտան ես դառնում թե բանակի, թե գիտության եւ թե պետությանդ համար առհասարակ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամ